Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր գտնվում եմ Ջեմայի տանը, ավելի կոնկրետ Ջեմայի խոհանոցում եւ այսօր միասին պատրաստել ենք շատ համեղ ուտեստներ, Ջեման որոշել է մի քանի բաղադրատոմսեր ու իմ օգնությամբ միասին համով բաներ կպատրաստենք։ Գացես ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք մսով շատ համեղ ուտեստ եւ աղցան։ Գնացինք պատրաստելու։ Առաջինը ինչ պատրաստենք։ Առաջինը մսով ուտեստը պատրաստենք, մինչեւ եփվի ու անցնենք աղցան։ Չխոսան հետևորդները։ Քանի որ մեր Էլենը շատ լավ է գրտնակելուց, իսկ ես ընդհանրապես չգիտեմ գրտնակել, Զրո, բայց կփորձեմ գրտնակել։ Շերտավոր խմոր, այս տնականա թե գնացա։ Սա գնաց է, բայց տնական լավ պատրաստել։ Լավ, հասկացա։ Ինձ ալյուր կտար։ Այո։ Իմիջայլոց ես ինքը շերտավոր խմոր մի անգամ փորձել եմ պատրաստել ու շատ հաջող է ստացվել պրոֆեսիոնալ ժամանակ։ Իրոք, հաստատ չարժի։ Ֆարշի համար դիսնելու ենք մի քանի համեմունք ֆարշի մեջ։ Աղացած տավարի միսա մեր դեպքում կարող են ցանկացած, չէ՞։ Կարթավի մսով էլ։ Հա, բայց տավարի մսով ինձ թվում է ավելի լավ։ Ես ուրեմն սիրում տավարի մսով։ Ես կոնկրետ տանջվում եմ։ Սառած չի, բայց դժվար է մի տեսակ մակվում։ Կալորիաներս մաշում են։ Ջեմ քո ամենասիրելի ուտեստներից կարող ես երկու հատ նշել։ Թփով տոլմա եւ մեկ էլ փոխալում։ Տոլմա ես շատ սիրում։ Խմորը պետք է բարակ բացենք, որովհետև միսը քսել ենք վրան ու ռուլետա նման փաթաթենք, որ հասցնի եփի խմորը ներսից։ Մեզ պետք է հիմա կարմիր սև պղպեղ, չէ՞։ Եվ կանաչի։ Կարելի է սիրելիս մոկվարկյան, կարմիր պղպեղը մեր։ Ինձ թվում է տավարի ֆարշը այն միսն է, որ ամեն ինչ կարաս իր հետ փոխես։ Լացնում ենք մի փոքր կարմիր պղպեղ մեր մասին։ Իմիջիայլոց կարմիր պղպեղը քաղցր է։ Instagram-ում շատ լավ կոնտենտ ենք վարում եւ ես եւ Էլենը։ Այո, իմ հետևորդները մոռացել եմ ներկայացնել Ջեման նույնպես բլոգեր է, որ իր էջը մեկ անգամ մտնեք, հաստատ դուրս չեք գալու։ Ամեն ինչ շատ համեղ, հիմնականում անգամ առողջարար եւ շատ էսթետիկ կոնտենտ ունի, կարող եք մտնել Yummy by Mami։ Ներքևում կգրեմ էջը։ Քանի որ սև պղպեղը շատ կծու է, ես քիչ կանեմ։ Այլ մեր նախապես լվացած, մաքրած, պատրաստած կանաչիները։ Այս տարբերակով դու ասում ես, որ բավականին երկար է մնում, այո։ Մենք ենք տենց համասաբեր ճիշտ կանաչու գծով տունը։ Ես առաջարկում եմ լցնենք պետրուշկա։ Պետրուշկա ոնց է։ Մաղադանոս։ Ես առաջարկում եմ լցնենք մաղադանոս։ Սոխնան։ Մի փոքրիկ էլ համեմ կարող ենք ավելացնել, չէ՞։ Իսկ այդ միֆ է թե ճշմարտություն, եթե համեմ շատ ես ուտում, ուղեղդ բթանում է։ Առաջին անգամ եմ լսել։ Ես շատ եմ լսել, գրեք մեկնաբանության մեջ դա այդպես է թե ոչ։ Դա քրքիր էր։ Խմորը բացված է, հնարավորինս բարակ, շատ բարակ էլ չեմ արել, որ փաթաթելիս չպատրվի։ Այսպես։ Սիրելիներս ակտիվ եղեք մեկնաբանության դաշտում, որ ես եւ Ջեման հասկանանք, եթե այս կոնտենտը ձեզ դուր է գալիս, Ջեմայի լուսավոր եւ գեղեցիկ խոհանոցում մենք կունենանք այսպիսի բաղադրատոմսերի պատրաստում հաճախ։ Գրեք կոմենտներում։ Մաղազի չէ։ Ոնց է դա։ Էդի չէ։ Կոֆե ապարատ։ Տենց մեկում է։ Չէ, ինքնին անջատում եմ, բայց որպեսզի նորից խմեմ։ Ես սիրում եմ կանաչին կտրատել մկրատով։ Էլեն, Ջան, քանի ժամ ես մնալ այստեղ։ 2։ Ինչի։ 4։ Լավ, Որ դու թափների հետ խոսես։ լավ։ Նարեկ զանգեմ, քեզ պիցա պատվիրեմ։ Ինչ պիցա ես սիրում։ Պեպերոնի։ Նարեկ մամայի պատրաստած որ ուտելիքն է շատ սիրում։ Ստրիպս։
խառնում ենք ֆարշը։ Շատ արագ է պատրաստվում այս ուտեստը։ Ձեր տանեցիներին կարող եք զարմացնել համարությամբ։ Այո, յուրահատուկ մատուցման տարբերակ է իսկապես, վերջում կտեսնեք ինչքան սիրուն է։ Մենք վերադարձանք, Ջեման ստացել է շատ անուշաբույր այսպիսի ֆարշ։ Հիմա սա կտարածենք խմորի վրա, ուղղակի պես կփաթաթենք, կկտրատենք, ընթացքին հետևենք։ Հիմա միահամուռ ուժերով շելեք։ 1, 2, 3 գնաց։ Էսքեզ։ Փորձեք միսնել շատ հաստ շերտով չանեք, որ կարողանա եփվի ու չթացացնի խմորը։ Կհավատաս, որ եթե գրամներով ես բան չեմ պատրաստում, աչքաչափով եմ Միշտ լսել եմ, որ աչքաչափով են անում, բայց չեմ կարող, ես չեմ կարողանում։ Հա, Գրամ, հակաշարքս դրված է դարակում։ Դրա համար ես խմորեղեն չեմ կարողանում պատրաստել, գիտես, չէ, որովհետև խմորեղենի մեջ ինչքան գիտեմ ամեն գրամը կարևոր է, իսկ ես որ աչքաչափով եմ անում միշտ Նամանավանդ բիսկվիտների մեջ, որ այնտեղ 30-30-30%-ային հարաբերություն կա, որ ինքը հավասար ուռի ու ինչ-որ սարեր չբարձրանում։ Ամեն ինչը իր բանում ունի, էլի, ձևը պատրաստման։ Կարելի է նաև հալվող պանիր էլ վրան անել, բայց մեր բաղադրատոմսի մեջ մենք չենք ավելացնում պանիր, դա ուղղակի հուշում, որ դուք պետք է կարող եք։ Մի տեսակ տավարի մսի հետ հալվող պանիրը չեմ դիտարկում։ Ես սիրում եմ։ Այսինքն ես հալվող պանիր ամեն ինչի վրա սիրում եմ, ճիշտ է ասում։ Բայց շատ լավ գրտնակալեցիր, ասում ես գրնավանը չգիտեմ։ Հաց թողել եմ նամեսը։ Հավասար դնենք։ Դե, այսինքն դնենք։ Անտիր։ Հասար կարենք այսպես։ Անցնենք արդեն կտրտելուն։ Ես սա կհանեմ արդեն։ Ուրեմն, միատարի չափերը որոշենք, էլի։ Հա, շատ լավ է։ Սենց, Ահա, սենց։ Մեզ հարկավոր է նաև ձու, որպեսզի ձվով պատենք անուշ կարմրի։ Սովորաբար մարդիկ ձվի դեղնուց են միայն կսում, թե ձու ամբողջությամբ։ Կարող Կաթով եք հա, խառնում։ գիտեմ, որ համ չտա, բայց կաթ չունենք։ Ոչ, ես չգիտեի, որ համ չտալու համար կաթ, ես գիտեի ուղղակի թե ավելի լավ է Չէ, կարևորը։ ձվի համը չկա որպեսի կաթենք։ Տանենք այսպիսի ռուլետներ, իրոն շարում ենք տապակի վրա ու հիմա ձեռքով տպտպացնելով իրան տապակեցնելու ենք։ Եկեք անեմ, որ Ուզում ես ավելի մոտ հատի մեջ կտեղավորենք ամբողջը։ Հա, պետք է որ։ Դա համար հանրվալիները։ Առաջին անգամ ենք փորձում։ Շերտավոր խմոր սիրում եմ, միս սիրում եմ, կարծում եմ, որ համադրությունն իդեալական է։ Ջեռոցը արդեն միացված է։ Պարտադիր նշենք, որ Հա, տաքացված ջեռոցում։ Ու առհասարակ շերտավոր խմորը պետք է տաքացված ջեռոցում դրվի, որովհետև քանի որ մարգարինով կարագով պատրաստած խմորը իրան բարձր ջերմաստիճան է պետք որ միանգամից ուռի, էլի։ Չսկի։ Էս էլ էսպես, արդեն տեսքը շատ ախորժելի է ու շատ է։
թափում։ Շատ տաք է, դա ինչ անենք։ Փորձենք, այլ փորձենք։ Շատ հանվաբուրում։ Շատ հանվա։ Ինդիալական և բացա։ Ես իմ արագ ուտեստների շարքին կմցնեմ։ Անպայման դուք է փորձեք, իրոք շատ համեղ էր։ Ու մեկնաբանության մեջ գրեք, հավանեցիք ես բաղադրատոմսը կպատրաստեք, թե ոչ։ Ընկերա։ Բեբո։ Հարշուկա։ Այս աղցանն էլ կա էջում, անպայման գնացեք տեսեք ինչպես ենք պատրաստել, սենց համով աղցան, վստահեցնում եմ չեք փորձել։ Ենք գնացինք վայել, լու։ Պակա։